Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 19 է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իրանի հետ կապված համեմատաբար խաղաղ իրավիճակ է, չնայած պրոցեսները ավարտված չեն այն պարզ պատճառով, որովհետև պատճառները վերացված չեն, ցանկացած պահի դա կարող է գլուխ բարձրացնել, ամեն դեպքում պետքա զգոն լինենք, ուշադիր լինենք, որովհետև խոսքը վերաբերում է մեր հարևանին, այն էլ այն հարևանին, որը կոնֆլիկտի մեջ է ԱՄՆ-ի հետ, որի հետ հեռանկարային ծրագրեր է քննարկվում, որն անցնելու է Իրանի սահմանով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գրել է. «Մեր երկրի գերագույն առաջնորդի վրա հարձակումը հավասարազոր է Իրանի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի։ Եթե Իրանի հարգարժան ժողովրդի կյանքն արդեն իսկ բազմաթիվ դժվարությունների և սահմանափակումների մեջ է, ապա հիմնական գործոններից մեկը ԱՄՆ կառավարության և նրա դաշնակիցների երկարատև թշնամանքն ու անմարդկային պատժամիջոցներն են», նշել է Փեզեշքյանը։ Ասել, որ դա ամբողջ ժողովրդին վերաբերվող հարց է, այդքան էլ այդպես չի, որովհետև այդ բողոքողները ժողովուրդ չէին, դժգոհություններ Իրանում իհարկե կան, Իրանի հասարակությունը միատարր չի, հայտնի պատճառներով պրոցեսներ են անցել, հեղափոխություն է տեղի ունեցել, շատերը կրոնապետությունը չեն ընդունում, իհարկե իմ հետևորդներից ասում են նաև գերագնահատում եք Իրանի բանակի հնարավորությունները, չգիտեմ ես երբ եմ նման բան ասել, որ գերագնահատել եմ, ուղղակի այդքան նամակի տակ պատասխանելը տեխնիկապես հնարավոր չի, հարցը կայանում է նրանում, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանը պատասխան հասցրեց Իսրայելին, որ Իսրայելը նման ծավալի հարվածներ չէր սպասում։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները հետ քաշվեց, որ Իսրայելը հարված չուտի։ Ես պետք է չթերագնահատեմ ու գերագնահատեմ, ձեր աչքի առաջ տեսաք, թե այն, որ արդեն Ամերիկան ոգևորված, Իսրայելը ոգևորված, ժողովրդին կոչ էին անում, ոտի կանգնեք, գրավեք, էս արեք, այն արեք, օգնությունը ճանապարհին է և միանգամից դադարեց դա, պատճառ ուներ, չէ՞ դա, բայց այդ պատճառի մասին էինք ասում, թե ինչը զսպեց Դոնալդ Թրամփին, զսպեց Դոնալդ Թրամփին, պատասխան հարված է Իսրայելին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. «ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային ասում է, որ դուք պետք է հեռացնեք ռուսական սպառնալիքը Գրենլանդիայից, ցավոք Դանիան ոչինչ չկարողացավ անել այդ հարցում, հիմա ժամանակն է և դա պետք է արվի»։ Իհարկե Գրենլանդիայի հարցը մենք հասկանում ենք, դա զոտ այդ տարածքի մասին չի խոսքը, այլապես առանձնապես մենք դրանից շատ չէինք հուզվի, մի հավասար հեռավորության վրա է մոտավորապես Դանիայից և ԱՄՆ-ից, և ի վերջո նոր աշխարհակարգի հետ կապված մենք Ամերիկայից ենք բան սպասում, առանձնապես չէինք մտածի, թե ումից ում կանցնի, բայց երբ որ դրանով որոշվում է նոր աշխարհակարգը, որոշվում է աշխարհի ազդեցության գոտիների բաժանելու հարցը, ուժերների մեջ աշխարհ բաժանելու հարցը, ոնց կարող է դա մեզ չհետաքրքրի կամ համարենք դա Դանիայի, Գրենլանդիայի կամ Ամերիկայի գործն է։ Իսկ այն միտքը, որ համառորեն Դոնալդ Թրամփը դա իր մտքից չի հանում և նաև անգամ պատրաստ է առճակատման գնալ Եվրոպայի հետ, ես ուղղակի զարմանում եմ, ինքը ասենք, երբ որ Վենեսուելայում գործողությունը կատարվեց Մադուրոյի, նա լայնամասշտաբ խոսեց նրա մասին, որ Ամերիկա աշխարհամասը Մոնրոյի դոկտրինով, դա իրենցն է, այն դեպքում, երբ որ Մոնրոյի դոկտրինում տենց բան չկար, նրանք ընդամենը խոսում էին, որ ուրիշ երկրներ չգան և հազիվ անկախություն ստացած պետությունների վրա փորձեն իշխել, դա չէր նշանակում ձեզ չենք թողելու, մենք ենք իշխելու, մի քիչ սխալ ձևակերպումներով էր ներկայացնում ԱՄՆ-ի 5-րդ նախագահի 1823 թվականի դոկտրինը, բայց լավ, հարցը մյուսն է, այսինքն Լատինական Ամերիկան, իսպանալեզու երկրները բոլորը միասնական ամեն դեպքում դժգոհ են, իսկ լավ գիտեք, որ այդ մարդիկ նրանցից շատ-շատերն ապրում են ԱՄՆ-ում, քաղաքացիներ են և նրանք ընտրող են, և նրանք իմիջիայլոց իրար մեջ կա այդ կապը իրանց պատմական հայրենիքի հետ և Դոնալդ Թրամփը համենայն դեպս իր երկրի ներսում բավական մեծ թվով ընտրողների նեղացնում է հենց այդ հարցով։
մեծ թվով ընտրողների նեղացնում է, որոնք Եվրոպայի հետ կապված այս վերաբերմունքը գնահատում են շատ վատ։ Ինձ հասկանալի չի, այսինքն այդ ինչ բարեփոխումներ արել, որ սպասում է նոյեմբեր ամսին ինքը կոնգրեսում նորից մեծամասնություն ունենա։ Այդ շեշտակի քայլեր անելով իր հասարակությանը բոլորին նեղացնելով, ես չգիտեմ հույսը ինչի վրա է դրել, այն դեպքում երբ որ ասում է, եթե հանկարծ մեծամասնություն ունան դեմոկրատները, իմպիչմենտի կգնան։ Հարցը դա չէ, իմպիչմենտի կգնան, թե չէ կան որքանով է դա արդյունավետ։ Հարցը նա է, որ շատ վախեցած է այդ ընտրություններից, բայց եթե վախեցած է ընտրություններից, այլ մոլորակայիններն են ձայն տալու այդ ընտրությունները, որ դու անցնես։ Հասկացանք նախորդ ընտրություններում Իլոն Մասկը ինչ կարեց հավանի, ինչ պրիոմներ փորձեց օգտագործի, որպեսզի ցանկացած հաշվարկի դեպքում վարկանիշային, այնպես չէ որ Տրամպը հաղթում էր, մեկ էլ տենց շոշափելի ձայներ հավաքեց, որ ոչ մի կանխատեսումով փաստաթ ուսումնասիրություն այդպիսի, կանխատեսումն էս օդում շատ բան կարելի ասել։ Այդպիսի հաշվարկ չկար, որ ինքը այդպիսի մեծ ձայների տարբերությամբ հաղթում է։ Այսինքն հիմա էլ Մասկի հետ իր հարաբերությունն այնպես չի, ինքն էլ ներգրաված չէ այդ պրոցեսների մեջ։ Հիմա վաղը ինչի վրա է հույսը դնելու, ես չգիտեմ։ Հիմա շարունակենք տեսնենք Գրենլանդիայի հետ կապված ինչ է։ Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվի եւ ՄԸ օրենսդիրների կողմից։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է 8 եվրոպական երկրների 10% մաքսատուրքեր սահմանել Գրենլանդիայի նկատմամբ նրանց դիրքորոշման պատճառով։ Ամերիկյան ապրանքների վրա զրոյական մաքսատուրքերի ներդրումը պետք է կասեցվի։ Իդեպ մի հատ էլ նորից էլի Եվրոպայից արձագանք եղավ, որը ոչ միայն այդ տրանսատլանտյան առևտրային համաձայնագրին վերաբերյալ, այլ առհասարակ Եվրոպական միությունը ծրագրում է հակազդող մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ կամ սահմանափակել ամերիկյան ընկերությունների գործունեությունը իր տարածքում, եթե Վաշինգտոնը 10%-անոց մաքսատուրքեր ներդնի եվրոպական 8 երկրների դեմ Գրենլանդիայի հարցում նրանց դիրքորոշման պատճառով։ Առաջիկա օրերին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողով ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին Եվրամիության միասնական պատասխանը մշակելու համար։ Սցենարներից մեկը ենթադրում է, որ հակազդող մաքսատուրքեր են սահմանվելու, որոնց ընդհանուր չափը կկազմի 93 միլիարդ եվրո, դրանք կարող են ուժի մեջ մտնել ավտոմատ կերպով։ Իսկ Ֆրանսիայի նախագահը երեկ էլ իր վճռական խոսքը ասել, այսօր էլ ասել, որ եվրոպական առաջնորդներին կոչել ակտիվացնել Եվրամիության հարկադրանքի գործիքը, որը հաճախ անվանում են առևտրային բազուկա։ Սա պետք է դառնա պատասխան ԱՄՆ-ի ծրագրերին մաքսատուրքեր սահմանելու եվրոպական երկրների նկատմամբ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի պատճառով։ Հիմա մի հատ մտածում ենք, Դոնալդ Տրամփը մտածում էր իր հակառակորդը Չինաստանն է, պետք է ամեն ինչ անել Չինաստանին մեկուսացնել, շատ ծանր, շատ լուրջ մրցակից է, որտեղ ինչից խոսում էր, ասում էր Չինաստանի դեմը պետք է առնենք, անգամ Պանամայի ջրանցքի հետ կապված Չինաստանի ազդեցությունը պետք է փոքրացնենք, ինչ ամբողջը կախված էր դրանից։ Հիմա ինչ, Եվրոպայի հետ այս առճակատման պարագայում Չինաստանը չի շահելու։ Սրա իմաստը ո՞րն էր։ Այս խառը ժամանակ, այդ միանգամից դուրս գալ բոլորի դեմ։ Դանիայի արտգործնախարար Լարս Յոկե Ռասմուսենը շուտով պլանավորում է այցելել Նորվեգիա, Մեծ Բրիտանիա և Շվեդիա Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Դանիան դաշնակիցների աջակցություն է փնտրում Թրամփի սպառնալիքների ֆոնին։ Անկայուն և անկանխատեսելի աշխարհում Դանիային անհրաժեշտ են մտերիմ ընկերներ և դաշնակիցներ, ասել է նախարար Ռասմուսենը։ Իդեպ ոչ միայն Մեծ Բրիտանիան Եվրամիության անդամ չի, ՆԱՏՕ-ի անդամ է, նաև Նորվեգիան Եվրամիության անդամ չի, ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն առանձին կոնկրետ այդ երկրների հետ Եվրամիության փաթեթից դուրս։ Բայց գործընկերներ, որոնք թեկուզ ՆԱՏՕ-ի շրջանակներում և համաեվրոպական ծրագրերի շրջանակում ակտիվ կանգնած են Գրենլանդիայի թիկունքին։ Իսկ հիմա տեսնենք, Ռուսաստանը հերթական անգամ իր համար սա լուրջ շանս է, որտեղ օկուպանտ Ռուսաստանը արդեն ասում է, բա ինձ եք ասում, հիմա նայեք Թրամփը ինչ է անում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Կան միջազգային փորձագետներ, որոնք կարծում են, որ Գրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով Թրամփը անկասկած պատմություն կկերտի եւ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային պատմության մեջ։ Եվ կրկնում եմ, առանց քննարկելու սա լավ է թե վատ,
դժվար է չհամաձայնվել այս փորձագետների հետ։ Ասածը ինչ է։ Ինչ որ փորձագետ գտնում է, որ Դոնալդ Թրամփը պատմություն կկերտի։ Հա կկերտի, բայց այդ պատմության մեջ ինչ գրած կլինի։ Իսկ դուք վստահ եք, որ ինքը եթե Գրենլանդիան օկուպացնի, ինքը կարողանա դա օրինականացնել։ Ինքը կարող է դա անի եւ դրա հետ կապված ինքը լուրջ խնդիրներ ունենա։ Եվ այդ տառիթը նաեւ օգտագործի, որ բարեկամ ընկերների դաշնակիցների հետ էս ինչ ես անում։ Դու ինչ ես ՆԱՏՕ-ն քանդում, ինչ խնդիր ես քո առաջ դրել։ Ես ստիպված եմ որոշում կայացնել չեղարկել Դոնալդ Թրամփի քայլերը։ Բայց այդ դեպքում ինչ է անելու։ Պանամայի ջրանցքը 77 թվին, որ որոշում կայացրեցին, որպեսի Պանամային տան, դա էլ են աշխարհաքաղաքական շատ լարված իրավիճակում փորձեցին գոնե մի բանով Ամերիկայի նկատմամբ այդ դժգոհությունները ինչ որ ձևով փարատեն, որ չասեն ձեռը ամենտեղ գցում, ամեն ինչ վերցնում է եւ այլ եւ այլ։ Ինչը ստիպեց այդ քայլին գնալ։ Հիմա այսօր Գրենլանդիայի հետ կապված օկուպացնեսել չես մարսելու ախր։ Չես հասցնի, որ դրա հետ կապված մի հատնես բան անես, հաջորդ իշխանությունն էլ գա ոգևորված ասի, դե լավ մենք ինչ անենք, մեկը Թրամփը գրավել է, Իրանն է վերագրվում խնդրումը, իսկ հաջողությունը մեզ, հիմա արդեն Գրենլանդիան մերն է։ Նախ հարցը առաջանում 51 թվականի պայմանագիրը Դանիայի հետ կնքած ՆԱՏՕ-ի շրջանակներում ՆԱՏՕ-ն 49 թվականին ստեղծվել է, Դանիան հիմնադիր անդամ է եղել։ Հիմա մինչև հիմա էլ նա հիմնադիր անդամ է։ 51 թվականին այնպիսի այդ պայմանագրով այնպիսի մեծ լիազորություններ ա տված Միացյալ Նահանգներին, էլ զորակայան ունի, էլ ջրերին տիրություն անի, էլ օդային չգիտես ինչ ուզի կարա անի։ Այդ դեպքում հարց է ծագում։ Բայց ինչ 700 միլիարդ դոլարի մասին ես խոսում, որ պետք է վճարես, որ Գրենլանդիա, այդ մարդիկ մտածում են փող ես լվանում։ Եթե դու խոսում ես անվտանգության մասին, այդ փաստաթուղթը վերցնելու են ու ասեն ընկեր, այս փաստաթղթով դու ինչ ես ուզում անես քո ներկայացվածությունը ընդլայնելու հարցում, անվտանգություն ապահովելու հարցում Ամերիկայի եւ Գրենլանդիայի։ Ինչ ես ուզում անես, որ այս պայմանագիրը քեզ սահմանափակում է։ Չկա, բան չես տանում փողերը տալի։ Ում հետ եք այդ փողերը լվանալու։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարկատուն կարող է չէ այդ հարցը տա։ Գործնականում իմաստը դնում ես նրա համար, որ այդ տարածքը վերցնես, որովհետև այդ տարածքը քեզ պետք է։ Ամերիկայի հետ տարածքում ինչքան տարածք կա, որ անապատավորսկի չեն կարող օգտագործեն։ Փող պետք է դնես, որպեսզի կարողանաս խնդիր սարքես, ու չասեք հնարավոր չի դա անել։ Սաուդյան Արաբիան կարողանում է անապատում, որտեղ ընդհանրապես անձրև չեն տեսնում, կարողանում է ջուր քաշի դարձնի օազիս պետություն, մի հատ պուճուր օազիս չէ։ Ամերիկան չի կարողանում, ինչի։ Գնացել ես, որ Գրենլանդիայի վրա փող դնես, չես դնելու, չէ։ Գնացել ես ուղղակի այնտեղից օգտակար հանածոները հանես, ինչ անվտանգություն։ Բայց դե դու բաները նույն ամերիկացին չի հասկանալու։ Բանույնք ու ընդդիմախոսը առաջիկա ընտրությունների հետ կապված դեմը չի դնելու, ասի այդ ում փողերն ես բաժանում։ Անվտանգությունը պատճառ մի բերի, դու անվտանգության հետ կապված ամբողջ գործիքակազմը ունես, համաձայն միջպետական պայմանագրի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Նորվեգիայի վարչապետ Յոնս Գար Ստրոյերին, որում նշվում է. Հաշվի առնելով, որ ձեր երկիրը որոշել է ինձ շնորհել խաղաղության Նոբելյան մրցանակը ավելի քան 8 պատերազմ դադարեցնելու համար, ես այլևս ինձ պարտավորված չեմ զգում մտածել բացառապես խաղաղության մասին։ Ճիշտ է, այն միշտ կգերակայի, բայց այժմ ես կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ եւ ճիշտ ԱՄՆ-ի համար։ Դանիան չի կարող պաշտպանել այս հողը Ռուսաստանից կամ Չինաստանից։ Այսա կշարունակենք դա, բայց ինչն է հետաքրքիր։ Դու նամակ ես գրում Նորվեգիայի վարչապետին ու նեղվում ես, որ քանի որ ինձ չտվեցիք Նոբելյան մրցանակ, ես այլևս ինձ պարտավորված չեմ։ Հարցը առաջանում, այսինքն դու մրցանակի համար էիր այդ ամեն ինչ տանում։ Մարդիկ, որ ամբողջ աշխարհում չկար մի մարդ, որ չիմանար, որ Դոնալդ Թրամփին մրցանակն է պետք, նա իր արժեհամակարգը չի դա, իր գաղափարախոսությունը չի դա, իր կենսակերպը չի դա, իրան մեդալ է պետք, բոլորը գիտեին։
Բայց չեն տվել հենց դրա համար, որովհետև այդ մեդալին արժանի չէիր։ Այս նամակով հենց փաստում ես դա, քանի որ մեդալը չտվեցիք, էլ դերասանություն անելու իմաստ չկա։ Այնը ասում եմ, որ ինձ խաղաղություն պետք չի։ Վերջ։ Էն էլ վարչապետին նամակ ես գրում, որ ինչ։ Խաղաղության Նոբելյան կոմիտեն 5 հոգուց բաղկացած։ Իրանց պարլամենտն է նշանակում։ Վարչապետին գրում ես, որ ինչ։ Այսինքն հիմա ինչ ես ուզում, որ մարդիկ նեղվեն, ասեն, այ ձեր պատճառով մոլորակը խառնեց իրար Տրամպը, այ դուք եք մեղավոր, հա։ Այսինքն որ այդ մարդը հանգիստ քշերը չքնի։ Դուք պատկերացրեք, էլի ժողովուրդ, մենք խոսում ենք Ամերիկայի նախագահի մասին։ Չգիտեմ։ Բա հետո ինչ է ասում, չկան ոչ մի գրավոր փաստաթղթեր, կա միայն այն, որ հարյուրավոր տարիներ առաջ այնտեղ նավակ է ափ իջել։ ՆԱՏՕ-ի հիմնադրման պահից ի վեր ես ավելին եմ արել նրա համար, քան որևէ մեկը, եւ հիմա ՆԱՏՕ-ն պետք է ինչ-որ բան անի ԱՄՆ-ի համար։ Աշխարհն անվտանգ չի լինի, եթե մենք լիակատար եւ տոտալ վերահսկողություն չունենանք Գրենլանդիայի նկատմամբ։ Իսկ նավակ իջնելով է որոշում իրավունքը։ Միջազգային իրավունքի բանը միջազգային սուբյեկտ լինելը այլևս վերացել է։ ՄԱԿ-ի անդամ լինելը վերացել է, որ դա պատկանում է Դանիային, որը ՄԱԿ-ի անդամ պետություն է, սուվերեն պետություն է։ Ինչ է նշանակում հետո նավակով չեր եկել, լողալով էր եկել, հետո այսինքն մենք մի պատմական ճշմարտությունով որ որոշենք աշխարհը վերաձևենք։ Քանի անգամ եմ ասում, որ պատմական ճշմարտությունով վերաձևեն, թեւդ բռնելու են, ասեն գնա Գերմանիա, ինչ է եկար որ։ Ինչ է իր կորցրել այստեղ։ Ինչ պատմական ճշմարտություն։ Իսկ եթե այդքան ասում ես, դա ընդհանրապես մի հատ նամակ չի։ Էրիկ Շիկայերը Իսլանդիայից է եկել, որտեղ այդ ժամանակ Իսլանդիան Նորվեգիայի կազմում էր։ Եվ այդ ընթացքում իրան ինքը Նորվեգիայում էր ծնվել։ Սպանության հետ կապված դուրս արեցին Իսլանդիա, մի հատ էլ Իսլանդիայում սպանության համար դուրս։ Աքսորեցին եկել էր, հասել էր Գրենլանդիա 982 թվականին։ Բայց այդ մարդը գնացել էր, խոսում էր, պատմում էր, ասում էր լավ երկիր է, եկեք ներդրում արեք։ Ինչ մի նավակ։ Բայց այդքան մի նավակով եկա։ Բայց որ իր տղեն Լեյվ Էրիքսոնը գնաց Վինլանդ, այսինքն հիմիկվա Կանադան, 1000 թվին, գնաց բնակություն էին հաստատել, էտել էր մի նավակ, բա Ամերիկայի տարածքում արձան է գտնում իր պատվին, այսինքն այդ ամբողջ պատմությունը հեչ, հա, ոչ մի բան չկա, մենակ նրա համար, որ ուզում եմ, Եվ մեկ էլ խաղաղության պրոցեսը Գազայի հետ կապված, իդեպ ասեմ ձեզ, շատ լուրջ խնդիր է առաջանալու Գրենլանդիան, դա շատ լուրջ է հարցը, որովհետև հիմա ինքը ցանկացած ագրեսորի արդարացնում է։ Օրինակ վաղը ինքը ոնց է ասելու Տայվան չպետք է գնաս վերցնես Չինաստանին։ Պետք է ասի բայ ազդեցության գոտին է ին տարածքն է։ Ամերիկա դու ոնց ես նրա անվտանգության երաշխավորը։ Այսինքն վաղը մյուս օրը դու դնելու ես Թայվան ուղղակի հանձնես Չինաստանին դրա դիմաց ինչ որ բան ուզելու գործարքի գնաս։ Այդ ցանկացած հարց կարող է աշխարհում խառնվի իրար, եթե դու ՆԱՏՕ-ի անդամ պետություն տարածքը օկուպացնես։ Ինչի մասին է խոսքը։ Իսկ հիմա էլ են լայն ընդարձակ այդ Գազայի երեք խոսել ենք դրա մասին շատ խաղաղության խորհուրդ ստեղծելը, թե ինչ է ուզում այդ մի բուր տարածքի վրա, ինչ խորհուրդներ է ստեղծում, այդ ինչ է անում, ինչ մանդատային լիազորություններ է վերցրել։ Հիմա Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. նախագահ Պուտինը նույնպես դիվանագիտական ուղիներով առաջարկ է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին։ Մենք ներկայումս ուսումնասիրում ենք այս առաջարկի բոլոր մանրամասները, հույս ունենք կապ հաստատել ամերիկյան կողմի հետ բոլոր մանրամասները պարզաբանելու համար։ Այսինքն դու Պուտինին ասում ես, որ լսի, դու պետք է գնաս խաղաղության։ Պուտինին մեղադրում ես, որ նա խաղաղության չի գնում։
Մի moment շուռ ես գալի Զելենսկուն մեղադրում, նույն ձերը շուռ գալի Պուտինին մեղադրում, Պուտինը քեզ չի լսում, քեզ չի հարգում, դու հիասթափված ես, Պուտինին կանչում ես, որ ինչ անի, խաղաղության խորհրդում ում մոտ խաղաղություն հաստատի։ Մի մարդ, որ ինքը իր տարածքում չի կարող խաղաղություն հաստատի, ու հոմենակ Պուտինով չպրծանք։ Բելարուսական կողմը անձնական դիմում է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահից։ Գազայի իրավիճակի կարգավորման համատեքստում Բելարուսին հրավիրում են դառնալ խաղաղության խորհրդի նոր միջազգային կազմակերպության հիմնադիր։ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն ողջունել է այդ գաղափարը։ Այդ Բելարուսը իր տարածքը չէր տրամադրել Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Բելարուսը հիմա չի բերել հրթիռներ տեղակայել, ասում է, թե ինձ հարվածեք, միջուկային մարտագլխիկով հրթիռ կարձակեմ ձեր վրա։ Կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Էրդողանին է հրավիրում, նամակ է ուղարկում, Լուկաշենկոին, Պուտինին, մնացել է Կիմչն ըն, էլով է մնացել։ Իսկ այսօր դուք պատկերացրեք այս պայթունավտանգ մոլորակում, որ լադեր պետք է ուկրաինական պատերազմով գոնե նոր աշխարհակարգի հետ կապված տեսնեինք ինչա, բայց այն ինչ որ պետք է լիներ, որ մենք միասնական կանգնել ենք Ուկրաինայի թիկունքին օկուպանտին, ագրեսորին կարգի հրավիրելու համար, հիմա հակառակ process-ն ասում են ինչ որից դուր է եկել պետք է վերցնեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. Ուկրաինան կաշխատի Ռուսաստանի նկատմամբ նոր ճնշման եւ հստակ միջազգային դիրքորոշման հասնելու ուղղությամբ։ Զելենսկին ասել է, որ լսել է Միացյալ Նահանգներից եկած ուկրաինական պատվիրակության զեկույցները, արդեն մի քանի փուլով բանակցություններ են եղել, նրանք աշխատում են պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթերի վրա։ Ամեն ինչ հստակ ցույց է տալիս, որ դիվանագիտությունը Ռուսաստանի համար անկասկած առաջնահերթություն չէ։ Մենք պետք է ընդունենք դա, մենք պետք է շարունակենք պնդել այս պատերազմի իրական պատճառի Մոսկվայի վրա։ Իդեպ մի բան էլ եվրոպական առաջնորդները արդեն կարծիք են հայտնում, որ այդ բացի այդ կոնտրմաքսատուրքերը միացնելու, որ Թրամփի Ամերիկան ոչ հուսալի գործընկեր է անվտանգության հետ կապված, ոչ հուսալի գործընկեր է առևտրի հետ կապված։ Իդեպ իրանք հատուկ շեշտում են, չեն ասում Ամերիկան։ Նրանք հույս ունեն, որ վաղը իրավիճակը փոխվելու է։ Նրանք ասում են Թրամփի Ամերիկան։ Նրանք չեն նույնացնում են մարդուն, որը որ ընտրվել է այդքան ձայն է ստացել։ Ասում են դու Ամերիկան չես արտահայտում, դու քեզ ես արտահայտում, վաղը քանի դու ես, ուրեմն դու հուսալի չես, վաղը կլինի ուրիշը, կտեսնենք ինչ են կանում։ Եվ հիմա առնվազն պետք է ուղղակի մտածել եվրոպական անվտանգության մեխանիզմների ուղղությամբ եւ բավական լուրջ դերակատարություն վերագրելու Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, նաեւ Լեհաստան։ Կարող է իր քաշային կատեգորիա Լեհաստանը համարժեք չի ինչ որտեղ, բայց հաշվի առնելով որ նրանք շատ ակտիվ, որ նրանք շատ լավ գիտեն Ռուսաստանը իրանց ինչա ներկայացնում եւ պարբերաբար ասում են տենց չենք հիշում, որ Ռուսաստանը միշտ չհարցակվի, ագրեսոր չլինի հենց Լեհաստանի նկատմամբ, այսինքն իրանք համարում են իրանք առաջնագծում են եւ բավական ակտիվ դերակատարություն են ունենալու։ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է. «Այ հիմա մենք հասկանանք, թե որտեղից է գալի այս աստվածապաշտությունը նաեւ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Վլադիմիր Վլադիմիրիչից է գալի»։ Ինչ է հայտարարել Կիրիլը. «Մենք հասել ենք այն ժամանակին, երբ մեր պետության ղեկավարն իսկապես ուղղափառ առաջնորդ է, ոչ թե ինչպես ասում են արարողակարգով, այլ համոզմունքներով, ուղղափառ առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Սա իհարկե վկայում է այն մասին, որ Աստծո հրաշքը տեղի է ունեցել սուրբ սրբերի աղոթքների միջոցով»։ Հասկացաք ժողովուրդ ջան։ Հիմա հասկացաք Նիկոլ Փաշինյանը ոնց է իրան սենց կոտորում։ Աստծո անունը տալով ման գալի։ Ինքը ուզում է որ այս ձևի իրան մեծարեն, ասեն որ ինքը Աստծո ընտրյալն է, օծյալն է երկրի վրա, նա լրիվ ուրիշ է, սենց բաներ պետք է իր մասին ասեն, հասկանում եք, նա պետք է քպեական լինի, որ այդ ամեն ինչը ասի։ Հարցը նա չի, որ նրանք էլ կարային նախկին իշխանությունների հետ լնեին մեր մայրաթոր ղեկավարները,
Էդ էլ մի ծայրահեղություն, մի խայտառակություն, բայց այս կողմի, որ այսպես եկեղեցին սենց ոտատակ տան, էլի ոնց որ տեսնում եք Ռուսաստանում, ոնց որ հիմա ամեն ինչ արվում է Հայաստանում, նայեք տեսեք ինչ է։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է. հակամարտության ավարտից հետո միայն Բելարուսն ու Ռուսաստանը կկարողանան օգնել Ուկրաինային եւ Արևմուտքն այլևս դրա կարիքը չի ունենա։ Կիևը պետք է դադարեցնի մարդկային կորուստները, այլ ոչ թե կենտրոնանա տարածքային հարցերի վրա։ Տարածքը չի որոշում, Ուկրաինան պետք է ելնի դրանից, այլ ոչ թե ամեն օր ոչնչացնի հազարավոր մարդկանց, ասել է Լուկաշենկոն, նշելով, որ Ուկրաինայից փախած միլիոնավոր մարդիկ կարող են չվերադառնալ նույնիսկ խաղաղ ժամանակներում։ Այս Ուկրաինան ոչ մեկին պետք չի գա, հետևաբար մենք պետք է առաջ նայենք։ Սա առաջի դեպքը չէ, որ ինչ-որ մի պետության հետ կապված Լուկաշենկոն ասում է ոչ մեկին պետք չի։ Հայաստանի մասին էլ էր ասում ոչ մեկին պետք չի։ Մեկը հարցնի, բայց դու ում ես պետք։ Դու կոնկրետ ում ես պետք։ Մաքուր եվրոպական Բելարուսը ինչ սարքեցիր։ Դարձրեցիր մի հատ կոլխոզ։ Քո մակարդակի մի հատ կոլխոզի նախագահի երկիր։ Հիմա հարցը դա չի։ Դուք տարածք ես տրամադրում, որ այդ տարածքից հարձակվեն Ուկրաինայի վրա, քո սլավոնական եղբոր վրա, դու տրամադրում ես տարածք եւ դրանից հետո ասում ես, այ որ մենք սպանում ենք, իմացի հետո մենք ենք քեզ տեր կանգնելու, ուրիշները տեր չեն կանգնելու։ Էլի մենք ենք այդ ամեն ինչն անելու։ Այո, Ուկրաինան ոչ մեկին պետք չի գա, հետևաբար մենք պետք է առաջ նայենք։ Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելարուսը եւ Ռուսաստանը պատրաստ են համատեղ պաշտպանել իրենց շահերը, երկու երկրները պաշտպանության առումով մեկ ամբողջություն են։ Այդ նորություն չի, որ գիտենք, որ մեկ ամբողջություն եք դարել։ Բայց արդյունքում քո երկիրն է տուժելու։ Ռուսաստանի հետ կապված ցանկացած քայլի արդյունքում։ Իսկ երեք մի հատ նյութ որ կար, հակադրություն նաև այս ամեն ինչի ինչ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ տեղի ունի, Եվրամիությունը եւ Մերկոսուրը Պարագվայի մայրաքաղաք ասոցիացիոնում ստորագրել են պատմական համաձայնագիր ազատ առևտրի մասին։ Ամենամեծ համաձայնագիրը, որը երբևիցե կնքել է Բրյուսելը, այն ընդգրկում է 700 միլիոն քաղաքացիների։ Մերկոսուրը Լատինական Ամերիկայի մի քանի երկրների ազատ շուկան է, այսպես ասած, անունը ձևակերպումը դրա։ Հունվարի 9-ի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կանաչ լույս էր վառել համաձայնագրի ստորագրման առջև, որը մշակում էր ավելի քան 25 տարի։ Մենք ընտրում ենք արդար առևտուրը, մաքսատուրքերի փոխարեն։ Մենք ընտրում ենք արդյունավետ երկարաժամկետ գործընկերությունը, մեկուսացման փոխարեն։ Եվ ամենից առաջ մենք մտադիր ենք իրական եւ շոշափելի օգուտներ բերել մեր ժողովուրդներին եւ ընկերություններին, ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Իդեպ ասեմ ձեզ, որ չթվա թե եվրոպական հասարակությանը շատ օգտակար է լինելու, սա ավելի շատ քաղաքական որոշում է տնտեսական ենթատեքստով, որտեղ սա նաև լուրջ դժգոհություններ է առաջացնելու Եվրամիությունը, որտեղ այդ երկրները, որոնց մասին խոսում են, նաև նրանք գյուղմթերք արտադրելու մեծ հնարավորություններ ունեն, նրանք կարող է լուրջ խնդիրներ առաջացնեն նաև, բայց սա համարենք, որ սա քաղաքական որոշում է, եթե ինչ-որ մի ժամանակ նաև դժվարություններ ունենան, դու չես կարող ֆերմերին մեղադրես, որը իր ապրանքը չի կարող վաճառի, ասես գլոբալ աշխարհաքաղաքական հարց ենք լուծում, բայց պետք է հասկանալ, թե արդյունքում ինչա կատարվում։ Արդյունքում կատարվում է դա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է Եվրոպային ճնշի, նրանք էլ ասում են, դե որ տենց է, մենք էլ գնանք Լատինական Ամերիկայում, որոնց էլ ես ուզում ճնշես, մենք էլ գնանք այդ մարդկանց հետ նորմալ աշխատենք, մանավանդ այդ երկրները եվրոպացիներն են ստեղծել, էլի, գոնե եթե ասում ես մի հատ նավակ է եկել Գրենլանդիա, չգիտենք ինչոց է, գոնե Լատինական Ամերիկան գիտես, որ եվրոպացիներն են ստեղծել, էլի։ Ֆոն դեր Լեյենն ընդգծել է համաձայնագրի աշխարհաքաղաքական կարևորությունը, ինչի մասին որ ասում է, այսինքն sense գեղեցիկ ներկայացնում են, բայց տակը դժվարություններ է ալնելու, տնտեսական լուրջ դժվարություններ Եվրոպայի համար։ Երբ մեր նման երկու տարածաշրջաններ մեկ ձայնով խոսեն գլոբալ հարցերի շուրջ, աշխարհը կլսի, այսինքն հասկացաք, սա զուտ քաղաքական գործարքա տնտեսական ենթատեքստով, տնտեսական առումով խնդիրներ, քաղաքական առումով կշռի մեծացում։
Արարողությանը մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Մերկոսուրի ներկայացուցիչների թվում էին Պարագվայի նախագահը, Բոլիվիայի, Արգենտինայի, Ուրուգվայի նախագահ, ինչպես նաև Պանամայի նախագահը, դե Պանաման ինչի է, ինչպես նաև ասած, որովհետև ինքը ասոցիացիան անդամ է Մերկոսուրի։ Եվ Բրազիլիան ներկայացված էր նրա արտգործ նախարարով։ Էն էլ ինչի համար էր արտգործ նախարարով ներկայացված, մի քիչ Բրազիլիայի համար մի քիչ շատ էր էլի, որ ինքը ասես նախագահի դեմքով Լուլու դե Սիլվան հանդիպեր, որովհետև ինքը BRICS-ի անդամ է հիմնադիր։ Դե դուք պատկերացրեք, այսինքն BRICS-ի հիմնադիր երկիրը, որը որ համաձայնվում է այս կարգի հարցերի մեջ ներգրավել, դե Արգենտինայի հարցը պարզ է, Արգենտինան ի սկզբանե Խավիեր Միլեյը ցույց է տվել, որ ինքը արևմուտքի ուղղությամբ է, բայց նաև ուշադրություն, ինքը արևմուտքի ուղղությամբ է, բայց ինքը շատ ջերմ հարաբերություններ ուզում է ունենալ նաև Միացյալ Նահանգների հետ, նա Միացյալ Նահանգներին համարում է շատ լուրջ գործընկեր, նա անգամ ողջունեց Վենեսուելա մտնելը Միացյալ Նահանգների, այնպես չի, որ ինքը սենց կուզենար հակադրության մեջ մտնել Միացյալ Նահանգներ Եվրոպա, բայց հասկանում է, որ այս կարգի ծրագրի մեջ շանսը չի կարելի բաց թողել ներգրավված չլինել։ Այսինքն էլի արևմուտքի հետ է, բայց Եվրոպայի հետ է այս ամեն ինչը անում։ Այսինքն ինքը նա նստեց պաշտոնի 23 թվականի դեկտեմբերի 10-ին, անմիջապես նամակով գրեց, թե մենք BRICS չենք մտնում, երբ որ արդեն որոշած էր, հունվարի 1-ից հայտարարեն, որ ինքը BRICS-ի անդամ է դառնում, ինքը հրաժարվեց դրանից, այսինքն ինքը նաև հանդիպեց Թրամփի հետ, այնպես է, որ ինքը շատ քայլեր արել, որ ասի, որ այն ժամանակ էլ էինք խոսում, որ ինքը ի հակադրություն նաև Բրազիլիայի ցույց էր տալիս, որ ձեր գործընկերը Հարավային Ամերիկայում այդ ես եմ, արևմուտք ջան։ Բայց հիմա այնց ստացվեց, որ Բրազիլիան էլ չի ցանկանում խաղից դուրս մնա, իսկ Արգենտինան էլ հասկանում է, որ չէր կարելի Եվրոպայի հետ կապված այս շանսը բաց թողել, մանավանդ որ 25 տարի բանակցում են այդ ուղղությամբ։ Իդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր տանը մասնակցել է այն արարողությանը, որը նվիրված էր օդանավակայանից մինչև Փալմ Բիչի իր Մար-ալ-Լագոյի կալվար ճանապարհի ներողություն 600 կիլոմետրի վերանվանմանը նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Իրաց տուն գնալու ճանապարհը իր անունով են դրել, մենք բացատրում ենք։ Սա շատ կարևոր փուլ է։ Ասել է Թրամփը, շնորհակալություն հայտնելով տեղի պաշտոնյաներին անznորացության համար։ Երբ մարդիկ տեսնեն, որ գիշերը գեղեցիկ է լուսավորվում Դոնալդ Թրամփի ծառուղի ցուցանակը, նրանք կլցվեն հպարտությամբ, պարզապես հպարտությամբ, ոչ ինձանով, հպարտությամբ մեր երկրի համար, ասել է ԱՄՆ նախագահը։ Իդեպ ասեմ, որ տարիքս ներումը տեսել ենք Լեոնիդ Իլիչ Բրեժնևի ժամանակները, էլի, երբ որ այս կարգի Բրեժնևյան բաները արվում, իմ սերունդի մոտ sense կարմիր գիծը միանգամից վառում է, ասում է ժողովուրդ, Բրեժնևն եկավ, մի հատ սարսափ է պատում, նենց վախեցող չենք եղել, բոլոր ժամանակներն ապրել ենք, բայց հետընթացի սարսափ, որ ժողովուրդ մեզ տանում են Բրեժնևյան ժամանակներ, մենք դրա վտանգը ավելի ուժեղ ենք զգում, քան անգամ ամերիկացի ընտրողը։ Ամերիկացի ընտրողը չգիտի ինչ է Բրեժնևի ժամանակը, ինչ է այդ լճացումը, ինչ է որ երկրի ղեկավարը, աշխարհի ցամաքի մեծ 6-րդի ղեկավար Լեոնիդ Բրեժնևը մի հատ պաչում էին, մի հատ մեդալ տալիս, գալիս էին մի հատ մեդալ տալիս, ինչ ուզում էին ձեռից առնում էին, ինչ փող պետք էր տալիս էին, ինչ ապրանք ուզում էին վերցնում էին, մի հատ համբույր, մի հատ մեդալ, վերջ, Ժորժ ջան, ոնց ասենք Դոնալդ Ֆրեդերիկովիչ ջան, թող մեր մահով մեռնենք, էլի այն մարդը, լավ, ինչի ես մոլորակը տանում Բրեժնևյան ժամանակներ, բայց մոլորակը սրան է արժան։ Շվեյցարիայի Դավոսում մեկնարկել է 56-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը, որին կմասնակցի մոտ 3000 մարդ 130 երկրից։ Այս անգամ այն կվերածվի համաշխարհային աշխարհաքաղաքական ասպարեզի Գրենլանդիայի շուրջ վեճի պատճառով։ Իդեպ Եվրոպայի առաջնորդներ կան, որոնք ասում են Դավոսի ֆորումը պետքա
Իսկ սկզբանե մտածում էին, որ նաև Ուկրաինայի հարցի կարգավորման հետ կապված շատ լուրջ քննարկումներ ալնելու, բայց հիմա Գրենլանդիան ոնց որ հերթը առաջ գցեց։ Չնայած երբեք երկրորդ պլան չի մղվի ուկրաինական պատերազմը, բայց ամեն դեպքում Գրենլանդիայի հետ կապված իրանք իսկապես մտածում են լուրջ կռիվ են տալու։ Մանավանդ որ ամենամեծ ուշադրությունը սևեռված է լինելու Դոնալդ Թրամփի վրա, որը մի քանի տարվա ընդմիջումից հետո անձամբ կժամանի Դավոս վերջին տարիների ամենամեծ ամերիկյան պատվիրակությամբ։ Պարբերականը գրում է, որ ակնկալվում է, որ ամերիկյան պատվիրակությունն էլ կդառնա քննարկումների կենտրոնը։ Սա այն էր, որ մի քանի օր առաջ խոսեցինք նրա մասին, որ Դոնալդ Թրամփը մասնակցել է, այն ժամանակ էլ տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը չի գնալու, որ ասում են երևի մարդ է զբաղված է, այն երաշտական ինչ-որ խումբ էր դասավորելու, որոնց հետ պետք է պարապեին, որ համերգ էին տալու, ժողովուրդ ջան, դե հասկանում եք, մարդը զբաղված է։ Այսինքն հիմա Թրամփը գալու է ու նոր աշխարհակարգի հետ կապված կռիվ է գնալու։ Դուք պատկերացնում եք այդտեղի մասնակցության հետաքրքրություն, ինչ աժոտաժ կարող լինի, ինչ են խոսում, ոչ միայն ինչ են քննարկում, կուլիսներում ինչ կարող քննարկվի, այդ միշման ժամին ինչ կարող խոսեն, ինչ կարող են քննարկել, որովհետև այդ մթնոլորտով է պայմանավորված վաղը աշխարհը ինչ տեսքա ունենալու։ Եվ Թրամփը գալիս է որպես դրության տեր փորձի բացատրի ինչա պետք անել, մյուսներն ասում են գալիս ենք միատասենք ինչա պետք անել, հիմացի չի լինելու քո ասածը։ Դուք պատկերացնում եք ինչա կատարվում։ Եվ մեկ էլ տարածվում է հաղորդագրություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Շվեյցարիա մասնակցելու Դավոսի ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումին։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասել է. Իդեպ ասեմ դες հարցը որն է, արդեն իրանք գիտեին, որ Թրամփը գալու է։ Եթե մի քանի օր առաջ այդ մասի ես ձեզ ասել եմ, որ կարդացել եմ, չէ, ասել եմ, հոինձանից չեմ հորինել։ Այսինքն Հայաստանը գիտեր, որ Թրամփը գալու է եւ ինչա սպասվում։ Եվ հիմա ինչ ասում Նազելի Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Կառավարությունը չի պարզաբանում ինչու Հայաստանի վարչապետը չի մասնակցում միջոցառմանը, որին ներկա է լինելու համաշխարհային առաջնորդներ։ Հիմա դուք պատկերացրեք, ասինքն հարցը որն է, ԱՊՀ-ի հավաքին Ալիևը չգնաց։ Եվ Պեսկովը ստիպված եղավ ասել, դե գիտեք ինչ, տարեվերջում ասում է ղեկավարները զբաղված են ելնում, հասկանում ենք ինչքան զբաղված էր, դրա համար չեկավ, այսինքն ցույց տալու, որ եկել են միայն պարապները, եւ Նիկոլ Փաշինյանը այնտեղ էր, պարապների ցուցակի մեջ էր։ Իսկ հարցը նա է, մենք կարող ասենք, լավ, մենք ինչ ենք նայում, թե Ալիևն ինչ անում, ինչ չի անում։ Բայց երբ որ Նիկոլ Փաշինյանն ուզում է մեր ամբողջ խաղաղության գործընթացը, ամեն ինչն ու բարի կամքը կապի Ալիևի հետ սիամական երկրորյակների պես գործեն, որ նա մտածի ոնց անի Հայաստանի ընտրություններում Փաշինյանին օգնի եւ այլ, որ այսօր անգամ հեղուկ գազի գինը կարան արհեստականորեն բարձրացնեն, դիտավորյալ, որ մեկ էլ ասեն Ռուսաստանից օգնությունը գալիս է, չվախենակ, օգնություն ասելով ճանապարհին է գալիս է եւ Ադրբեջանը մեզ օգնեց, իր տարածքով է գալու այդ հեղուկ գազը, որ միանգամից գներ նիշնի ժողովուրդ ջան, հասկացեք, Ալիևը մեզ ձեռք մեկնեց, ճանապարհ տվեց, որ մենք անենք, հասկանում եք, չէ՞ այս ամբողջ կապիկության իմաստը, որն է։ Բայց այդ պարագայում հարց է ծագում, բա դու ինչի չես գնում։ Էն էլ, որ հայտարարում ես, որ դու զբաղված ես, հայտարարում ես, ասում ես, այս թիմ ենք հավաքելու, որ համերգ տանք, ժողովուրդ ջան, զբաղված ենք։ Քո զբաղվածությունը տենում են որն է։ ԱՊՀ կգնաս, Դավոս չես գնա։ Պուտինի մոտ կգնաս, երբ որ նոր աշխարհակարգի ճակատագիր է որոշում, այնտեղ չես գնա։ Դրա համար 3 օրվա մեջ իրար հակասող քայլ եք անում Իրանի հետ կապված, որովհետև չեք հասկանում ինչա կատա։ Բա որտեղից հասկանաք։ Դուք որ իր հետ շփվեք, իր հետ երկեք, բարեք, թրթկոտեք, ով ձեր մեջ ով է հասկանում, որ ասի ինչա պետք անել։ Կառավարությունից հայտնում էր, որ մարդկային եղբայրության Զայեդ մրցանակի հանձնաժողովը բարձր գնահատականի արժանացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը
ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին փետրվար ամսին Աբու Դաբիում մրցանակ կհանձնվի։ Եվ նաև տարածվել է մի հաղորդագրությունը, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Շեխ Զայեդ հիմնադրամը հայտարարել է, որ 2026 թվականի մարդկային եղբայրություն Զայեդի մրցանակի դափնեկիրների անուններ այդ մրցանակին արժանացածների թվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև։ Այս մրցանակը շնորհվել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման համար, որը վերջ է դրել Կովկասում բազմամյա հակամարտությանը եւ հումանիտար աղետների։ Սա համարյա մոտարապես այնպես են ներկայացնում, ոնց որ Դոնալդ Տրամփի համար խաղաղության Նոբելյան մրցանակ, էլի։ Տեսեք, խաղաղության են գնացել, նախաստորագրված փաստաթուղթը արդեն այդ մակարդակի է, բայց դուք տեսնում եք, որ նաև այսօր ազգային ժողովը իր աշխատանքը սկսել էր, անգամ թեմա չկա, որ գոնե ասեմ ժողովուրդ ջան, օրենսդիր մարմինն է, առաջնային մանդատով ընտրված միակ կառույցն է, որովհետև մեր մոտ խորհրդարանական կառավարման համակարգը նախագահը առաջնային մանդատ չի ստանում, ընտրությամբ չի ընտրվում ժողովրդի կողմից։ Այդ մի առաջնային մանդատն է, դուք քննարկող հարցերը, այդ մակարդակը, այդ փոխադարձ վիրավորանքները, այլ հեգնանքը, այլ չգիտես ինչերը, մի հատ հոդաբաշխ բան լսեցիք։ Ես լավ լսեցի, բայց նույնիսկ բան չգտա, որ ձեզ ասեմ։ Այս խելքով էլ գնում են ընտրության։ Այն մեկը գտնում է նա է անարժան, այն մեկն է գտնում է նա է անարժան։ Հայտնի մանրապատումի նման ասում է՝ վիճեք, երկուստ եք, ճիշտ եք։ Երկու կողմդ էլ անարժան եք, ժողովուրդ ջան, այս ժողովուրդը մեղ կա, որ այս ժողովուրդը ձեր ձեռը կրակ նահանգ է, որ դրել մտածում եք, թե որդ եք ավելի արժանի, որ պետք է գաք այդտեղ ինչ անեք։ Դուք բան անող չեք։ Ձեր արածը տեսել ենք այս տարիների ընթացքում։ Եվ մեր ժողովուրդը պետք է շատ լրջորեն կողմնորոշվի, թե առաջիկայում ինչ է մեզ սպասվում։ Այս արհավիրքը, որ աշխարհում կա, այս արհավիրքը, որ տարածաշրջանում կա, եւ այս ամեն ինչի արդյունքում տեսնում եք ինչ, որ մեր երկրի ներսում ինչ օրակարգ է եւ ինչ է քննարկվում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։